Ռուսական ցորենով բեռնված շարժակազմը Ադրբեջանի տարածքով հասել է Հայաստան։ Բեռը դիմավորելու համար այրումի կայարան էր ժամանել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Պատմական իրադարձություն տեղի ունեցավ մի քանի րոպե առաջ, առաջին անգամ գրեթե 3.5 տասնամյակի ընդմիջումից հետո երկաթուղային ճանապարհով Ադրբեջանի տարածքով Հայաստան եկավ բեռ, մասնավորապես 15 վագոն բեռ, 1000 տոննա ցորեն, ռուսական ծագման ցորեն եկավ Հայաստան, որը անցել է Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով երկաթուղային ճանապարհով։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հաստատել է, որ սա միանվագ գործարք չէ։ Մինչև 2026 թվականի հունվար նախատեսվում է այս երթուղով Հայաստան առաքել ևս 132 վագոն ցորեն։ Իրադարձությանը արձագանքել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի Դաշնության տրանսպորտային կապը տարածաշրջանի երկրների հետ, բարձրացնում է Հայաստանի շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետություններից եկող ապրանքների համար եւ բարելավում է այդ միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ Խորհրդանշական է, որ այս ճանապարհով անցնող առաջին բեռը եղել է ռուսական հացահատիկը, կյանքի եւ արարման կարևորագույն խորհրդանիշներից մեկը, ինչը եւս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, հակամարտությունից համագործակցության անցման ընդհանուր ձգտումը։ Իրադարձության ամենաբարձր մակարդակով անդրադարձել է նաև վարչապետը։ Նա այս զարգացումը դիտարկել է ոչ միայն լոգիստիկ, այլև ռազմավարական տեսանկյունից, այն կապելով տարածաշրջանային գործընթացների հետ։ Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված։ Մենք պատկերացնում ենք, չէ՞, 130 վագոնը քանի բեռնատար է։ Ես ողջունում եմ այդ ակտիվությունը եւ ուզում եմ ընդգծել, որ դա լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետոյի զարգացումների մեր պատկերացումների։ Սա ընդամենը քաղաքական քարտ է տրված Նիկոլ Փաշինյան։ Եվ հետեւաբար այս ամեն ինչը հաշվի առնելով տնտեսական մասը մենք իհարկե կարող ենք խոսել ու քննարկել, բայց այնքան բացեր կա տեղ, մարդիկ թվեր չեն հրապարակում, հաշվի չեն առնում, որ նույն Ղազախստանը թուրքական աշխարհի մաս է, թուրքախոս պետությունը ամբողջովին Թուրքիայի ազդեցության տակ։ Քննադատները պնդում են, որ այս գործընթացը չի կարելի դիտարկել զուտ տնտեսական տրամաբանության մեջ։ Ցանկացած տնտեսական հարաբերություն ունի քաղաքական համատեքստ, երբ Արցախը իրենք ճանաչեցին Ադրբեջանի մաս եւ իրենց կառավարման հետևանքով կորցրեցին այդ տարածքները, օրինակ ազնիվ լինեին, ասային, թե ինչքան ցորեն էր եւ ինչ գնով այդ տարածքներից Հայաստան գալիս, որը հիմա տեղի չունենում։ Երկաթգիծն անցնում է Ադրբեջանի տարածքով դեպի Վրաստան, այնտեղից էլ Հայաստան։ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պապոյանը նշել է լոգիստիկ ուղու տնտեսական առավելությունները, որպես այլընտրանք Վերին Լարսի ավտոճանապարհին, որի եւ թանկարժեք է եւ հաճախ խնդրահարույց կապված խցանումների եւ այլ խնդիրների հետ։ Ըստ էության սա ռուսական ցորեն է, որը Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան եւ քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել էր Վրաստան եւ Վրաստանից Հայաստան։ Արդեն թրիփ ճանապարհը բացվի, այսինքն օրինակ Մեղրիով մենք ունենանք հաղորդակցություն, արդեն այդ պարագայում կլիներ արդեն օրինակ Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, հետո նորից Ադրբեջան, որովհետև Նախիջևանն է գալիս, հետո Հայաստան։ Տնտեսագետը նշում է, քանի դեռ երկու պետությունների միջև քաղաքական խնդիրները լուծված չեն, տնտեսական հարաբերությունները կարող են ծառայել որպես քաղաքական մանիպուլյացիայի գործիք։ Մինչև քաղաքական խնդիրները երկու պետությունների մեջ չեն լուծվում, տնտեսականները սովորաբար կարճաժամկետ եւ որոշակի քաղաքական մանիպուլյացիոն գործիքներ են հանդիսանում։ Վառ օրինակներ են ռուս-ուկրաինական պատերազմը եւ այդ համատեքստում օրինակ ժամանակավոր թույլ տվեցին Թուրքիայի միջնորդությամբ ուկրաինական ցորեն արտահանել, հա։ Կառավարման մասնագետը նաև մտահոգություն ունի տեղեկատվական թափանցիկության հետ կապված։ Մենք նույնիսկ չգիտենք ներկրող ով է, չէ՞, հացահատիկի պետությունն է, թե մասնավոր կազմակերպություն։ Այսինքն չի բացառվում, որ հերթական օրինակ պոպուլիստական էլի մանիպուլյացիոն քայլ անեն եւ օրինակ պետական բյուջեից սուբսիդավորում անեն, դրա գինը արհեստականորեն իջացնեն եւ ցույց տան, որ տեսեք, սա ավելի էժան է, քան մինչև հիմա եկած։ Այսինքն 1000-ի բանկ։ Նախարար Պապոյանը հայտնեց նաև, որ առաջիկայում նույն ճանապարհով կժամանի նաև ղազախական ցորենը։ Սակայն հարցին, թե արդյոք այս ամենը կհանգեցնի հացի գնի նվազման, նախարարը միանշանակ պատասխան չտվեց։
Ինչու ես չեմ ասի, որ միանշանակ չէ, այսինքն հիմա օրինակ այսքան տոկոսով իջնի, որովհետև դրանք տարբեր հանգամանքներից են կախված։ Հացի գնի միայն մի մասն է, այսպես ասած, ցորենի ինքնարժեքը, այնտեղ էլեկտրաէներգիա, տեղափոխում, լոգիստիկա, փոխարժեք եւ այլն, իսկ բազմաթիվ հանգամանքներ կան։ Այս լոգիստիկաների հարցը պետք է նախ, ասում եմ, անվտանգության հարցեր, քաղաքական հարցեր, դրանք ամեն ինչ այդ ռիսկերը բոլոր ծախսերի են վերածվում ամեն դեպքում։ Եվ այստեղ, ինչպես արդեն ասացի, իմ համոզմամբ սա քաղաքական համատեքստ ունի։ Մինչ առաջին խմբականակը դեռ բեռնաթափվում է, ղազախական ցորենով հաջորդ գնացքն արդեն ճանապարհին է, այս երթուղին դարձնելով շարունակական իրողություն։ Իսկ դրա հետ մեկտեղ դեռ շարունակվում է նաև վեճը տնտեսական շահի և քաղաքական մանիպուլյացիայի համադրության թեմայով։ Աննա Հարությունյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։